Անկեղծ ասած, երբ որ ես առաջին անգամ լսեցի, որ Գագիկ Ծառուկյանը որոշել է քաղաքական նոյան տապան կառուցել, ես միանգամից հասկացա ինչ է տեղի ունեցել։ Նրան կանչել ու ասել են կգնաս ու կսարքես մի հատ տրոյական ձի, ու նա հասկացել է դա նոյան տապան։ Հետո ինչ, որ այդ անձնակազմը այն նույն գելու գազանն է, որից դուք ազատվել եք, ժողովուրդ։ Հիմա ուզում են այդ գելու գազանի, նոյան տապանի ֆոնով բերեն էլի բաց թողեն ձեր վրա։ Այդ տրոյական ձիու կամ նոյան տապանի անձնակազմից մեկը արդեն մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Այսինքն առնվազն նոյան տապանի զույգերից մեկը մնացել է մենակ։